Հետխորհրդային երկրներում գոյություն ունի քաղաքացիական ամուսնություն հասկացությունը։ Տարածաշրջանում այս հասկացության տակ ընկալվում է այն երևույթը, երբ զույգը ապրում է փաստացի նույն հարկի տակ, սակայն ամուսնությունը որևիցե ատյանում գրանցված չէ։ Քաղաքացիական ամուսնություն որպես այդպիսին, եթե նույնիսկ ուսումնասիրում ենք մեր նաև բացատրական բառարանը, դա եւս ենթադրում է պետական մարմիններում գրանցված ամուսնություն։ Սակայն ժամանակի ընթացքում այդ եզրույթը փոխել է իր նշանակությունը եւ երբ մարդիկ խոսում են քաղաքացիական ամուսնության մասին, նկատի ունեն փաստական ամուսնական հարաբերությունները, այսինքն մարդիկ փաստացի ապրում են միմյանց հետ, համատեղ ունենում են երեխաներ, սակայն այդ կապը օրինական չէ, որովհետեւ գրանցված չէ պետական մարմիններում։ Այն, որ ամուսնությունը առավել շատ կարևորում են հենց կանայք, կհաստատեն բոլորը։ Սակայն ամուսնություն ասվածի տակ ինչ է հասկացվում։ Արդյոք միասին նույն հարկի տակ ապրելը եւ ինչպես ընդունված է ասել կողք կողքի ծերանալը ենթադրում է, որ ամուսնությունը օրինական է անգամ առանց վկայականի։ Եվ վերջապես խոսակցականում քաղաքացիական ամուսնություն որակավորված հարաբերությունները ինչպիսի կարգավիճակ ունեն օրենքի աչքում։ Ամուսինների իրավունքները եւ պարտականությունները ծագում են պետական մարմիններում, այսինքն քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության գրանցման պահից։ Եվ ամուսինները, այսինքն տղամարդը եւ կինը, ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից, ինչը չենք կարող ասել փաստական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վերաբերյալ, որովհետեւ տեսեք, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն։ Սակայն փաստական հարաբերությունների մեջ գտնվող անձինք եւ այդ ընթացքում փաստացի ապրելու ընթացքում ձեռք են բերում գույք, դա չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն։ Եթե չկա գրանցված ամուսնություն, այստեղ չի կարող լինել համատեղ գույք չկա եւ եթե խոսում ենք օրինակ անշարժ գույքի մասին ենթադրենք, եթե ամուսնության ընթացքում է ձեռք բերված, ապա համատեղ ընդհանուր սեփականություն է։ Իսկ եթե փաստացի միմյանց հետ ապրում են եւ եթե վերցնենք օրինակ անշարժ գույքը, սեփականության իրավունքով եթե պատկանում է կնոջը, ապա դա կնոջ սեփականությունն է համարվում եւ նույնը հակառակը։ Թվում է, թե անցյալում են այն ժամանակները, երբ ամուսնական հարաբերությունները կառուցվում են օրենքի շրջանակներից դուրս։ Ենթադրում ենք, որ տեղեկատվության հասանելիության պայմաններում քաղաքացիների իրավագիտակցությունը հասել է այն կետին, որ կինը ապահովագրի իր իրավունքները, բայց երբեմն կանացի երջանկության ձգտումը օրենքից վեր է դասվում։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կապանի տարածքային բաժնում 2016 թվականի ընթացքում կատարվել է հայրության ակտի որոշման 162 գրանցում, ընդ որում ինչպես այս տարի, այնպես էլ ավելի վաղ ծնված երեխաների համար։ Այս թիվը մոտավոր պատկերացում է տալիս, թե քանի փաստացի ամուսնություն կա քաղաքում։ Իսկ քաղաքացիների վերաբերմունքը հարցի շուրջ միանշանակ չէ։ Ընդհանրապես ես ինքս դեմ չեմ, բայց ավելի լավ կլինի, որ եկեղեցով զաքսավորված ավելի կողմնակից եմ նմանատիպ ամուսնություններին։ Ինչ եք կարծում, քաղաքացիական ամուսնության պարագայում ամուսինների իրավունքները հավասարապես պաշտպանված են։ Չեմ կարծում, արդեն դա իրենց մեջ միջանձնային հարաբերությունները կապ ունեն այդտեղ ավելի շատ, արդեն օրենքը երևի դեր չի խաղում։ Գրանցում կապ չունի։ Կապ չունի գրանցում։ Ինքան կավը գրանցված չէ, ավելի արդար, ավելի համերաշխն ապրում, բայց գրանցվածներ կավեր ես իմ ամբողջ օրը իրաց կյանքը կարելի է շատ կներես կոպիտ դժոխ կա։ Առանց զաքսավորվելու խարխլված է այդ ընտանիքը։ Երբեմն երեխաներ են ունենում հայրությունով, ապրելուց երկար ժամանակ տալիս են օրենքին, որ մենք բաժանում ենք հայրությունը, մեկը մյուսին քաշքշուկներ, չզաքսավորված ընտանիքը միշտ լինում է խարխլված։ Ես նմանը կասեի։ Այս քաղաքացուն նման համոզմունքը սեփական դառը փորձի արդյունքում է ձևավորվել։ Մարիետա Գրիգորյանը բախվել է այս խնդրին, երբ դստեր ընտանիքում տարաձայնություններ են ծագել։ Եվ երբ արդեն հարցը ամուսնալուծության է հասել, պարզվել է, որ նրա դուստրը օրենքի աջակցությանը չի կարող ապավինել, քանի որ ամուսնությունը գրանցված չէր։ Երեխայի իրավունքները եւս չհաջողվեց պաշտպանել։ Երբ որ երեխան հայրությունով է, բաժանվում են ամուսինները երկար տարի ապրելուց հետո բնակարանի, ալիմենտի, նման խոչընդոտների հանդիպում օրենքին դիմելով ասում հայրությունն է։ Քիչ եք մտածել նոր, բայց որ գնում են զաքս, ինչի չեն զաքսավորում կամ երեխային ծնդական տալուց, ինչու չեն մտածում, որ զաքսավորեն, ինչի պատճառը ինչն է։ Այստեղ հայրությունը
այլ երկրում ընտանիք ունեն այնտեղ։ Արդյոք խնդիրը իրականում կայանում է հայրություն ճանաչելու մեջ։ Կարելի է ենթադրել, որ այն երեխաները, ովքեր ծնվել են օրինական ամուսնության մեջ գտնվող անհատներից, իրավական տեսանկյունից ավելի պաշտպանված են։ Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը։ Եթե երեխաները ծնվում են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանցից, դա իրավաբանորեն նշանակում է ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխաներ։ Ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով հայրությունը որոշելիս, այսինքն երբ ճանաչվում է հայրությունը, երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունենում են նույնպիսի իրավունքներ, ինչպիսին ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։ Ասվածը չի ենթադրում, որ փաստացի ամուսնության գնալը ռիսկային չէ։ Երբ ռիսկերի մասին ենք խոսում, չափահաս մարդիկ իրենք են որոշում ում հետ ամուսնանալ, ինչպես ամուսնանալ, գրանցել ամուսնությունը պետական մարմիններում թե ոչ։ Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու եւ այլ սկզբունքներին համապատասխան։ Եթե ձեր ընտրյալի հետ փաստացի բնակության որոշում եք կայացրել, ապա այս քայլին պետք է գնալ գիտակցաբար։ Խախտված իրավունքների մասին խոսք գնալ չի կարող, քանի որ այս պարագայում պարզապես դուք իրավունքներից զուրկ եք։ Հայրապի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։